Ինչպես ասել է անգլիացի պոետ Ադիսոնը, ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը մարմնի, ողջույն։ Եթե դու փնտրում ես բիզնես գրքեր եւ ոչ միայն մոտիվացիա, խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ սկսել քո բիզնես ճանապարհորդությունը, ապա դու ճիշտ տեղում ես։ Այսօրվա մեր հյուրը Elite Plaza բիզնես կենտրոնի տնօրեն, Elite Group կառուցապատող ընկերության փոխտնօրեն, Մանթաշով գործարանների միության համահիմնադիր, Ջավախքին աջակցություն հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Մկոյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն ջան։ Դավիթ, ո՞րն է բոլոր գործերը հասցնելու ձեր արվեստը, աշխատանք, ընտանիք, դեռ մի բան էլ հասցնում եք գրքեր կարդալ եւ գրքերի վերլուծություններ կատարել։ Ինձ այդ հարցը շատ են տալիս, ես իրականում ժամանակի կառավարմանը շատ մեծ ուշադրություն եմ դարձնում եւ հիմնականում սեմինարները, որ կարդում եմ երեխաների համար եւ ուսանողների համար, հենց ժամանակի կառավարման մասին է։ Այդտեղ գործընթացներ եւ տեխնիկաներ բավականին շատ են, բայց եթե հիմնական առանձնացնենք, դա ճիշտ պրիորիտետների դնումն է, որովհետեւ օրվա ընթացքում բոլորս էլ շատ մեծ քանակի գործեր ունենք, բայց շատ կարևոր է շատ ճիշտ առաջնահերթություններ դնել եւ շատ ճիշտ պլանավորել։ Եթե կարողանում ես առաջնահերթություններ դնել եւ պլանավորես, ապա այն ինչ որ իրապես կարևոր է, ապա դա կհասցնես։ Հրաշալի է։ Կարծես թե հաջողակ մարդկանց ընդհանուր սովորություններից մեկն է բիզնես գրքեր կարդալը։ Հետաքրքիր է, օրական ինչքան ժամանակ եք հատկացնում գիրք կարդալուն։ Տեսեք, իմ համար գիրք կարդալը դա ոչ թե պարտադիր աշխատանք է, այլ ինձ համար ինքնագործվելու եւ նաեւ շատ հաճույքով եմ ես դա կարդում, այսինքն ես ինձ համար այդպեսի լիմիտ չեմ դնում, որ պարտադիր պետք է այսքան կարդամ, ինձ հետաքրքիր է կարդալը։ Կարող է լինի 5 րոպե կարդամ, կարող է լինի 1 ժամ կարդամ, ընդ որում կա գիրք, որ կարդում եմ տպագիր, կա գիրք, որ on-line եմ կարդում եւ կա գիրք, որ լսում եմ աուդիո տարբերակով, կախված գրքի բարդությունից, այնպես որ ես չեմ ընդունում միտքը, որ ասում եմ ժամանակ չունեմ գիրք կարդալ, միշտ էլ կա ժամանակ գիրք կարդալու, քանի որ չկա տես մարդ, որ գնում ատուն կամ աշխատանքի ընթացքում չի մտնում YouTube կամ չի մտնում սոցցանցեր ժամերով սկրոլանում, ուստի բոլորս էլ ունենք ժամանակ, պարզապես ոչ օգտակար YouTube եւ ոչ օգտակար սոցիալական կայքերը պետք է փոխարինել օգտակար եւ հետաքրքիր գրքերով։ Շատ հաջողակ մարդիկ նշում են, որ ամենից արդյունավետ ժամը առավոտյան հատվածն է գիրք ընթերցելու համար։ Դուք ինչ եք կարծում։ Կարծում եմ գիրք ընթերցելու համար հարմարին ժամանակը, որը որ դու ազատ ունես եւ կարող ես կարդալ, ես երբեմն առավոտյան եմ կարդում, արձվելուն զուգահեռ, երբեմն երեկոյան, երբ ասենք աշխատավայրում եմ, բայց արդեն հիմնական թողոբով հավաքվել է կամ երբ որ արդեն տան եմ գտնվում, դա գրքից էլ է կախված, կա գիրք, որ ավելի մտավոր ռեսուրս է պահանջում, որոնք ավելի գործիքակազմային են, մանավանդ բիզնես գրքերը, դրանք հիմնականում առավոտյան եմ նախընտրում, որովհետև դրան զուգընթաց որոշակի գրառումներ եմ միշտ կատարում, գրքերը, որոնք ավելի պրոզայիկ են, ավելի ժամանցային են, դրանք երեկոյան ավելի հեշտ է կարդալը։ Այժմ անդրադառնանք բիզնես գրքերին։ Բիզնես գրքերը մեր իրականության մեջ առհասարակ ինչ դեր ունեն կամ արդյոք դեր ունեն։ Բիզնես գրքերը կարևոր են այն մարդկանց համար, ովքեր որ զբաղվում են գործարարությամբ, եւ կարևոր է ճիշտ գիրք ընտրելը եւ կարևոր է գիրքը կարդալուց հետո կարդածը կիրառելը։ Ես շատ եմ սիրում մարդկանց խորհուրդ տալ գիրք կարդալու, բայց փորձում եմ միշտ ամեն մեկին հենց իրան համար հարմար գիրք կարդալ։ Նույնիսկ ինքնես կատակով ասում եմ, որ գրքաբաժությամբ եմ զբաղվում, ուստի երբ որ մեկը խորհուրդ հարցնում, միշտ փորձում եմ բարձել թե ինքը իրականում ինչ խնդիր է ուզում լուծի, ինչ արդյունքի է սպասում եւ ըստ այդմ որոշակի գիրք եմ իրան խորհուրդ տալիս։ Իսկ ինչ դեր են ունեցել ձեզ համար հաջողության հասնելու ճանապարհին բիզնես գրքերը։ Շատ մեծ եւ շարունակում են ունենալ բիզնես գրքերը, դրանք տարբեր մարդկանց, տարբեր մեծ իրական մեծ հաջողությունների հասած մարդկանց մտքերն եւ արդյունքներն են եւ նաեւ ճանապարհն է իրենց, բայց ելեմ կգնում շատ կարեւոր է ոչ միայն կարդալ, այլև ճիշտ կիրառել այն ինչը որ կարդացել ես։ Իմաստ չունի կարդալ լավ գիրք, եթե մեջի գրածը չես կիրառելու։ Փաստ է, որ բիզնես կարդալը նպաստում է հաջողությունների հասնելուն բիզնեսի աճին։ Սակայն կան շատերը, որ կարդում են բիզնես գրքեր եւ որևէ արդյունքի չեն հասնում, զգալի իրենց կյանքում։ Կա կարդացածը կիրառելու որևէ տեխնիկա, որը որ դուք կիրառում եք եւ կցանկանաք ուղղորդել։ Գիրք կարդալը, բիզնես գրքեր կարդալը օգնում հաջողության հասնելուն, եթե կարդացածը կիրառում ես, շատ է լինում, որ մեկի հետ վիճում ենք, ասում է օրինակ ես գիրքը դու գովացիր, ես կարդացի ինձ օգուտ չտվեց։ Ասում այ օրինակն է այդ գրքի մեջ, այս ի՞նչն է գրած, այս ի՞նչն է գրած, դու արել ես, ասում է դե չէ։ Ասում դե չէ, սա դժվար քեզ օգուտ տա։ Ոնց որ գնաց բժշկի քեզ դեղ նշանակի, ասես դե չօգնեց ինձ այդ բժշկը, քեզ հարցնեն դեղը խմել ես, ասես դե չեմ խմել դեղ։ Նույն կերպ կարդացածդ պետք է կիրառես, ես ցանկացած գիրք կարդալու զուգահեռ անընդհատ նշումներ եմ անում,
գիրքը կարող է 10 երկնշում անեմ, գիրքը կարող է 45 երկնշում կատարեմ, եւ այդ նշումներից հետո վերցնում եմ արդեն կոնկրետ գործողություն, իմ ժամանակի կառավարումը ես Trello-ով եմ անում, այդ կոնկրետ գործողությունը բերում եմ Trello-ի մեջ եւ կոնկրետ պլանավորում դա ոնց եմ կիրառելու։ Այդ ժամանակ նոր ես կարողանում եմ օգուտը ստանալ։ Եթե ուղղակի կարդամ գիրքը փակեմ դնեմ դարեկը, ապա ոչ մի օգուտ չեմ ստանա։ Եթե իրան չդարձնեմ առանձին փոքր եւ կիրառելի քայլի չվերածեմ եւ չկիրառեմ ի վերջո այդ քայլը։ Այո, այսինքն նպատակը դառնա կիրառելը։ Իհարկե։ Որոնք են բոլոր ժամանակների 5 լավագույն գրքերը, որոնք նպաստել են ձեր հաջողությունների հասնելուն, որոնցից սովորել եք եւ իհարկե խորհուրդ կտաք։ Գրքերը իրականում շատ են եւ դժվար առանձնացնելը։ Ես փորձեմ առանձնացնել այն գրքերը, որոնք ոչ միայն ինձ օգնել են, այլև կարծում եմ շատերին ավելի օգտակար կլինեն, անկախ մասնագիտությունից եւ անկախ ոլորտից, որտեղ գործունեությունը ծավալում են։ Առաջի գիրքը, որ կասեմ, դա կօգնի ոչ միայն նրանց, ովքեր զբաղվում են գործարարությամբ, այլև հասարակության լայն շերտերին, անկախ մասնագիտությունից։ Հիմա որ ասեմ վերնագիրքը հասկանաք թե ինչու, այն կոչվում է «Жалоба это подарок, как сохранить лояльность клиентов в сложных ситуациях»։ Ինչու եմ սա նշում, որովհետև մեր հասարակությունում շատ եմ նկատել, որ մենք խնդիր ունենք ընդունելու, երբ մեզ ասում են մեր թերացման մասին, մեր բացթողման մասին, մենք միանգամից շատ ցավագին ենք դա ընդունում եւ սկսում ենք ոչ թե մտածել ասածի շուրջ, այլ անմիջապես փորձում ենք պաշտպանվել։ Այդ գրքի հեղինակներն են Ջանել Բարլո եւ Կլաուս Մյուլեր, շատ հոյակապ եւ իրակապես հաջողության հասած մարդիկ են, ովքեր հենց հաճախորդների սպասարկման ոլորտում են գործում։ Այդ գիրքը կօգնի ինչպես ճիշտ ընկալել բողոքը, ճիշտ ընկալել ֆիդբեքը, ու ավելի շատ ես սիրում եմ ֆիդբեք բառը, ես իմ թիմին ասում եմ ոչ թե ասեք բողոք, այլ ֆիդբեք ասեք։ Ֆիդբեք ավելի նեյտրալ է հնչում եւ այդքան չի լարում, ինչքան բողոք բառը։ Եվ այդ գիրքը սովորեցնում է ինչպես ճիշտ ընկալել մարդկանց ֆիդբեքը եւ նաեւ ինչպես ճիշտ ֆիդբեք տալ։ Գրքից մի քանի շատ լավ միտք կա, որ մինչև այսօր հիշում եմ։ Ասում է ձեր համակարգը կատարելագործելիս միշտ տապեք պատժեք աշխատակիցներին։ Պատժեք ձեր պրոցեսները, ոչ թե մարդկանց։ Այսինքն շատ անգամ, երբ աշխատակիցը թերանում է, դա ոչ թե իր թերության հաշվին է, այլ համակարգի պրոցեսների թերացման հաշվին է։ Մյուս միտքը ասում է, որ բողոքները դա իրականում ամենաեժան մարքեթինգի գործիքներն են։ Եթե մենք սովորենք բողոքին ընկալել որպես մեր աշխատանքը, մեր պրոդուկտը կամ ծառայությունը բարելավելու եւս մի միջոց, շատ էժան միջոց, ապա սկսում ենք ավելի դրական նայել բողոքներին եւ նայում ենք իրենց որպես ֆիդբեք, որը հնարավորություն կտա աճելու, այլ ոչ թե դրանից նեղվելու եւ փորձել վիճել հաճախորդի հետ իրատված բողոքի մասին։ Եվ մի լավ ձևակերպում կա, ասում է բողոքը դա ավելի շատ հաճախորդի բարձրաձայնումն է չարդարացված ակնկալիքների վերաբերյալ, բայց եթե դու կարողանաս այդ չարդարացված ակնկալիքը շտկես, ապա շատ ավելի հավանական է, որ ավելի լոյալ հաճախորդ դառնաս։ Եվ շատերը հաճախորդը երբ ունենում է դժգոհություն, բայց դու կարողանում ես ճիշտ ժամանակին շտկել այդ բողոքը, ավելի հավանականությունը մեծ է, որ նա կդառնա հավատարիմ հաճախորդ, քան թե առանց որևիցե դժվարության, եթե նա առնչվում է ձեզ հետ։ Երկրորդ գիրքը, որ կնշեմ, իմ ամենասիրած գրքերից է եւ ըստ իմ կարծիքով հաճախորդակենտրոնության վերաբերյալ ամենահոյակապ գիրքը, որ երբևիցե գրվել է, կոչվում է «Клиенты на всю жизнь»։ Հեղինակը Կարլ Շուելը ունեցել է ավտովաճառքի դիլերշիփի կետ է ունեցել, որտեղ մեքենաներ է վաճառել Ամերիկայում եւ իրապես բարձունքների է հասել, շատ մեծ թվերի վաճառքներ է կարողացել ապահովել։ Գիրքը սովորեցնում է ինչպես ճիշտ գնահատել, ինչպես սիրել հաճախորդին, ինչպես կենտրոնանալ հավատարիմ հաճախորդների վրա, այլ ոչ թե նոր գնումների վրա։ Եվ մի հատ միտք կա այնտեղ, ասում է հաճախորդների սպասարկման լավագույն համակարգն է կատարել այն ինչ խոստացել ես եւ կատարել առաջին անգամից։ Բայց միևնույն ժամանակ ունեցի հետին պլան եւ հետին քայլեր, ինչ ես կատարելու, եթե միանգամից չստացվեց քեզ մոտ։ Այդ առումով այդ գիրքը շատ տարիներ առաջ եմ վերընթերցել, բայց այն գիրքն է, որը մի քանի տարի պարբերաբար արժի վերընթերցել, շատ կարճ գիրք է, փոքր գիրք է, հեշտ կարդացող, բայց հոյակապ գիրք է հաճախորդակենտրոնության հետ կապված։ Երրորդ գիրքը, որ կնշեմ, դա պատմում է Walmart խանութների ցանցի ստեղծման եւ իր հիմնադիր Սեմ Ուոլտոնի մասին։ Ասեմ, որ Walmart-ը դա աշխարհի ամենամեծ ռիթեյլ սուպերմարկետների ցանցն է, ամբողջ աշխարհով գործում են 11300-ից ավելի սուպերմարկետներ, տարեկան շրջանառությունը 500 միլիարդ ԱՄՆ դոլար է եւ ունի աշխատակիցներ 2.3 միլիոն 300.000-ից ավելի ամբողջ աշխարհում։
Sam Walton-ը շատ փոքրուց է սկսել գումար աշխատել, դեռևս 7 տարեկանում սկսել է ամսագրերի բաժանորդագրություն վաճառել։ Առաջին խոշոր լուրջ բիզնեսը, որ արել է, աշխատացրել է սուպերմարկետների ցանց ուրիշի ֆրանչայզի սկզբունքով, բայց երբ Վարսատուն դատը չի ցանկացել շարունակել վարձկալական պայմանագիրը, ստիպված ինքն է սկսել մեկ այլ խանութում իր անունով սկսել է խանութ հիմնադրել, սուպերմարկետ եւ այնուհետ մեծացրել է ցանցը։ Սեմը մի հատ խոսք ունի, ասում է, որ ամենակարևոր երկու բառերը, որ ինքը երբևիցե գրել է, գրված է եղել իր առաջին սուպերմարկետի ամենավերևում satisfaction guaranteed, գոհունակությունը ապահովված է։ Եվ ինքը իր ամբողջ բիզնես սկզբունքը հիմնված է հենց այդ երկու բառերի վրա, որ ինքը փորձում է անել այնպես, որպեսզի իր հաճախորդը միշտ գոհ լինի։ Մի շատ կարևոր միտք կա, որը տեղից վերցրել եմ, որը պարբերաբար իմ թիմին կրկնում եմ, ասում է, մի շատ կարևոր ղեկավար կա, որ բոլորից ղեկավարն է, ինքն է որոշում, ինքն է անում այնպես, որպեսզի մենք աշխատավարձ ստանանք, կարողանանք ընտանիք վայել, կարողանանք լավ ապրել։ Բայց այդ նույն ղեկավարը միևնույն ժամանակ կարող որոշի այնպես անել, որ մենք սնանկանանք, գումար չունենանք, չկարողանանք աշխատել։ Այդ ղեկավարը մեր հաճախորդն է։ Եթե ինքը որոշում է իր գումարը թողնել մեզ մոտ, ոչ թե մեր մրցակցի, ապա մենք ունենում ենք աշխատանք։ Եթե հակառակ որոշումն է կայացնում, ապա մենք աշխատանք չենք ունենում։ Դա ամենակարևոր միտքն է, որ ես միշտ փորձում եմ իմ թիմին հաղորդել, որ դեր աշխատավարձերը ես չեմ բաժանում, մի կազմակերպությունը չի բաժանում։ Աշխատավարձը բաժանում է հաճախորդը, որին մենք պետք է այնպես անենք, որ միշտ գոհ դարձնենք իրեն։ Այս գրքում նույնպես հաճախորդակենտրոն մոտեցումներ։ Այո, դրա համար նշեցի, որ կարծում եմ Sam Walton-ը նախորդ երկու գրքերի միտքն է վերցրել, թեպետ չի կարդացել այդ գրքերը, բայց այդ միտքը միշտ իր մեջ ունեցել է, եւ եւս մի միտք կա, որ ասում է ամենաառավոտյան երբ աչքերս բացում եմ, մտածում եմ այսօր էլ ինչ կարող անեմ, որպեսզի էլ ավելի բարելավեմ իմ բիզնեսը։ Ես հասկացա, որ ինտուիտիվ ես էլ եմ այս սկզբունքով մտածում, ամեն օր փորձում եմ մտածել, էլ ինչ կարող եմ անել, որպեսզի էլ ավելի բարելավենք մեր բիզնես գործընթացները։ Հաջորդ գիրքը։ Հաջորդ գիրքը, որ կնշեմ, էլի օգտակար է ոչ միայն գործարարին, այլև ցանկացած մարդու, այն պատմում է մարդկային տեսակների եւ մարդկային փոխհարաբերությունների մասին, կոչվում է Գիբկա Սազնանիա, հեղինակը Քերալ Դուեկ, պատմում է երկու ֆունդամենտալ մարդկային տեսակների մասին, մարդիկ ովքեր համարում են, որ իրենք լույս աշխարհ են եկել որոշակի խիստ սահմանափակ ունակություններով եւ խիստ սահմանափակ բաներ են ընդունակ, եւ եթե իրենք չեն կարող որևիցե մի բան անել, ապա այլևս չեն կարողանա դա սովորել։ Այդ մարդկանց անվանում են մարդիկ, ովքեր ունեն установка на данность։ Եվ մի տիպի մարդիկ, ովքեր ասում են, այո, ես ունեմ որոշակի այսքան ունակություններ, բայց եթե ինքս ինձ վրա աշխատեմ, ապա կուժեղացնեմ այդ ունակությունները, նոր բաներ կսովորեմ, այդ մարդկանց ասում են մարդիկ, ովքեր ունեն установка на рост։ Եվ ես հասկացա, որ գիրքը երբ որ կարդացի, մա հետաքրքիր բանի համար բարձեցի, հասկացա որոշակի աշխատակիցներ, որոնցից ես գործ չեմ եղել եւ աշխատակից ազատել եմ, այդ բոլորը եղել են մարդիկ, ովքեր ունեցել են установка на данность։ Այդ մարդիկ չեն ուզել սովորել, չեն ուզել կատարելագործվել։ Ու այդ գիրքը կարդալուց հետո մեր ռեկրուտինգի process-ի մեջ ներդրեցինք հարցեր, որով ի սկզբանե փորձում ենք բարձել տվյալ մարդը, տվյալ տեխնացուն, մարդը ունի установка на данность, установка на рост։ Մարդը պատրաստ է լինելու արդյոք մեզ հետ ճանապարհ գնալ, պատրաստ է լինելու նոր բաներ սովորել, թե չէ։ Եվ եթե ինքը պատրաստ է, ապա մենք այդ մարդուն դիտարկում ենք։ Եթե չէ, ի սկզբանե չենք դիտարկում այդ մարդուն։ Ֆունդամենտում դա պետք է նաև հենց ինքը ղեկավարի համար, որովհետև տվյալ բիզնեսի բարգավաճումը շատ է կապված ղեկավարի անձնական հատկանիշներից։ Իսկ կարող է որ ինքը ղեկավարը ինքնին իր վրա աշխատի եւ նաեւ իր թիմը ընդունի մարդկանց, ովքեր իրենք են պատրաստ հենց իրենց վրա աշխատելու։ Ղեկավար լինելով կյանքում շատ դժվար որոշումներ եք կայացնում։ Աշխատակիցներին ազատելու մասին խոսեցիք, հեշտ եք որոշում կայացնում։ Հեշտը հարաբերականն է, ես կարծում եմ հեշտ ես կայացնում, եթե դու արդար ես կայացնում եւ ինքդ քո մեջ վստահ ես, որ արդար է, եւ եթե նաեւ կարողանում ես դիմացինիդ հիմնավորել, որ դու արդար ես կայացրել, ուստի հետևում եմ թիմի աշխատակիցների, թիմի արդյունքներին եւ եթե ստիպված ենք նման որոշում կայացնել, ապա դա հաստատ արդարացված է եւ անում եմ այնպես, որպեսզի իր մոտ այդ միտքը գա, որ արդարացված է իր ազատումը։ Կարող եմ ասել վստահաբար, որ շատ չեն այդպիսի մարդիկ, բայց ցավոք եթե այդպիսի դեպքեր լինում են, ապա ինքս այմ առաջ եմ առաջինը փորձում արդար լինել եւ նաեւ այդ մարդուն ում որ ստիպված եմ դա ասել։ Շատ լավ։ Հաջորդ գիրքը։ Եվ վերջին գիրքը, որ կուզենամ նշեմ, դա ուրեմն Dow Toyota, հեղինակը Ջեֆրի Լայքեր, պատմում է Toyota ավտոմոբիլների շինության մասին եւ Toyota Production System-ի մասին, որը մի հատ ֆենոմենալ աշխարհ է, լրիվ մեկ այլ կորպորացիա մշակույթ է։ Այդ գիրքը կարդալուց հետո հասկացա, թե ինչ են
դե այդ մեքենաները այդքան վստահել եւ այդքան ուշ փչանում եւ մեր հայ հասարակության համար ուստի ամենասիրած մեքենաներն են։ Այդտեղ պատմում է 14 գործիքակազմերի եւ 14 մոտեցումների մասին, ընդհանուր բիզնես վարելուն, ընդհանուր կորպորատիվ մշակույթի մարկային մտածելակերպին շատ խորհուրդ եմ տալիս։ Թեև գիրքը գրված է արտադրության համար, սակայն կիրառել է ցանկացած ոլորտի համար, նույնիսկ սպասարկման, որտեղ չկա հստակ պրոդուկտ։ Երկու մոտեցում, որ կուզեմ առանձնացնեմ այդտեղից, առաջինը, որին էլի ես ինտուիտիվ եկել եմ առանց այդ միտքը իմանալու, դա կայձեն մոտեցումն է, որ ասում է անընդհատ բարբերաբար փոքրիկ լավացումներ, փոքրիկ առաջընթացներ, այսինքն էլի վերադառնում ենք նախորդ հեղինակներից մեկի մտքին, որ պետք է անընդհատ բարբերաբար լավացնել process-ը, դա կայձեն է արևելյան մշակույթի մեջ, եւ մյուսը 5 ինչուների մոդելն է, ասում է, եթե որոշակի խնդիր կա, որ իրապես ուզում ես վերացնել, ապա պիտի ոչ միայն վերջի հետևանքը վերացնես, այլև խորանաս իր 5 ինչուների, որպեսզի գտնես իրական պատճառը, օրինակ բերեմ, պատկերացրեք տպագրական բիզնես ունեք եւ խնդրի առաջ եք կանգնել, հաջողորդը չի ուզում վճարի տպագրված ֆլայերների համար։ Հիմա մենք խորանում ենք, ինչու չի ուզում վճարի։ Առաջի պատճառը, որ մենք ուշացրել ենք, դրա համար հաջողորդ ասում են պետք չի։ Ֆլայերները պետք են էքսպոյի համար, էքսպոյի ժամանակ անցել է, հաջողորդը հրաժարվում է վճարել։ Իսկ ինչու չենք հասցրել ժամանակին, որովհետև ավելի երկար է տևել, նախնական ասել ենք 11 օրում կանենք, բայց 15 օր է տևել։ Մնացել ենք հետ գնում, իսկ ինչու է այդպես ստացվել։ Ասում ենք, որ վերջի պահին մեծ պատվեր ենք վերցրել եւ տպիչի թանակը պարզապես ավարտվել է։ Միատել ենք հետ գնում, իսկ ինչու է տպիչի թանակը ավարտվել, որովհետև համապատասխան պաշար չենք ունեցել չնախատեսված։ Միատել ենք հետ գնում, իսկ ինչի չենք ունեցել, որովհետև մեր մատակարարը մինչև մենք պատվիրում ենք 3 օր քաշում է, որպեսզի ինքը մեզ թանակը հասցնի։ Ուստի եթե ուզում եք այս խնդիրը իրապես վերացնենք, ապա պիտի գտնենք մատակարար, որը մեզ կարողանա միևնույն օրում մեզ թանակ հասցնի, կամ հսկայական պաշար կուտակենք թանակի, որպեսզի եթե նույնիսկ չնախատեսված մեծ պատվեր ունենանք, ապա մեր թանակը չպրծնի։ Այսինքն եթե ուզում եք մի խնդիր իրապես վերացնել, պետք է 5 անգամ փորձենք 5 քայլ հետ գնալ, իրական խնդիրը գտնենք, որպեսզի դա վերացնենք եւ այլևս նման խնդրի առաջ չկանգնենք։ Դուք խոսեցիք վերլուծություններ կատարելու մասին, այսինքն 5 քայլ հետ են գնում եւ վերլուծություն են կատարում։ Նույնը նաեւ մարդկանց դեպքում, չէ՞, ղեկավար լինելով, նույն կերպ դուք կատարում եք ինքնավերլուծություն, որևէ հատկանիշներ ձեռք բերելու կամ ավելի լավը դարձնելու համար։ Ինչպես եք կատարում, ունեք ինքնավերլուծության հարցաթերթիկ, թե ոչ։ Ես կարծում եմ, որ ինքնավերլուծությունը առհասարակ շատ կարևոր է ցանկացած մարդու համար, անկախ նրանից ղեկավար ես թե ղեկավար չես։ Ես ինքս փորձում եմ օրվա վերջում ինքս ինձ հարցնել, թե այսօր ինչ արեցի եւ ինչու արեցի, եւ ցանկացած իմ գործողության մեջ փորձում եմ ինքս ինձ առաջ արդարացնել եւ գտնել իրական մտքեր, ինչի պատճառով այդ քայլը արեցի։ Ինքնաճանաչմանը շատ են օգնում նաեւ ինքնաճանաչողական գրքերը, որոնց նաեւ խորհուրդ եմ տալիս կարդալ։ Ես ինչպես միշտ ասում եմ, բիզնեսում հաջողության հասնելու համար հավանաբար չի միայն բիզնես գրքերը կարդալ, պետք է բազմապիսի գրքեր կարդալ եւ նաեւ որպես ղեկավար ինքդ քո վրա պետք է պարտադիր անընդհատ աշխատես, որպեսզի քո հետևից նաեւ քո թիմին տանես։ Շատ լավ։ Իսկ որևէ գիրք, որը խորհուրդ չեք տա կարդալ սկսնակ բիզնեսմեններին հատկապես։ Սկսնակ բիզնեսմենին խորհուրդ չէի տա կարդալ օրինակ Netflix-ի մասին եւ Netflix-ի կորպորատիվ մշակույթի մասին։ Կորպորատիվ մշակույթի զարգացման տեսությունը ասում է, որ 5 կորպորատիվ փուլեր կան, որով ընկերությունը անցնում է։ Netflix-ը ընդունված է համարել, որ գտնվում է ամենավերևի մակարդակում բիրժովая կամպանիա, այսպես են ասում, որտեղ չկա հստակ հիերարխիա, չկա հստակ KPI-ներ եւ աշխատակիցները իրենք են իրենց առաջ դնում պահանջներ եւ իրենք են իրենց հետևում։ Կարծում եմ շատերով մանավանդ երբ որ նոր են սկսում, եթե կարդան միանգամից այդ ամենավերևի մակարդակի մասին, կուզենան այդպես անել, սակայն տեսությունը ասում է, որ պետք է փուլ առ փուլ պետք է գաս, պետք է հերթով 5 փուլեր անցնես, նոր գաս այդպիսի ընկերությանը։ Ուստի խորհուրդ չեմ տալի կարդալ այդպիսի այդ ամենավերջի իդեալիստական մակարդակի մասին, որովհետև դա պետք է գիտակցաբար, պետք է ընկերությունը եւ թիմը պետք է գիտակցաբար գա այդ ամենավերևի մակարդակին եւ բոլոր փուլերը պետք է անպայման մտնի եւ հաղթարի եւ նոր անցնի հաջորդ փուլ։ Շատ լավ, իսկ բացի բիզնես գրքերից դիտում եք նաև մոտիվացնող ֆիլմեր, ելույթներ լսում եք եւ ըստ որոնք են ավելի արդյունավետ, գրքերը թե ֆիլմերը։ Կարծում եմ գիրքը միշտ ավելի արդյունավետ է, քան թե ֆիլմը, քանի որ գիրքը քեզ հնարավորություն է ընձեռում դու ինքդ դետալներ տաս եւ ինքդ ընկալես, ֆիլմը ամեն դեպքում եթե
թեկուզ գրքի հիման վրա ստեղծված ֆիլմ է, ապա այն մի ռեժիսորի մոտեցումն է վերցված գրքի հիման վրա, բայց ինքդ կարդալով կարող ես ռիվալ բան վերցնես։ Եվ ելույթներ եւ ֆիլմեր ես ինքս էլ նայում եմ եւ ելի խորհուրդ եմ տալիս, բայց ոչինչ չի կարող փոխարինել գրքերին դա միանշանակ։ Գիտեմ, որ ունեք շատ հետաքրքրասեր եւ խելացի որդի, հետաքրքիր է կարդում եք նրա համար, նվիրում եք գրքեր։ Գրքեր եւ կարդում եմ եւ նվիրում եմ եւ իրեն էլ են շատ նվիրում, բայց քանի որ նա դեռ 4.5 տարեկան է, ապա կարդում ենք շատ ավելի պարզ գրքեր եւ հետաքրքիր է իր ամենասիրած գիրքը դա կենդանիների մասին է։ Երեկոյան քնելուց առաջ միշտ այդ գրքով ենք քնում, ասում եմ պապա կենդանիների մասին գիրքը կարդա, ու այդ կենդանիների աշխարհն է իրան շատ հետաքրքիր ու միշտ այդ գիրքը կարդալով ենք քնում գրեթե ամեն օր։ Հետաքրքիր էր։ Իսկ ո՞րն է եղել առաջին գիրքը, որ նվիրել եք, երևի թե կենդանիներին վերաբերող։ Առաջի գիրքը, որ նվիրել եմ, ավելի շատ գիրքը հենց իր մասին, այսինքն գիրքը, որտեղ մենք լրացնում ենք իր ձեռքբերումները եւ իր հետ կապված հետաքրքիր բաները, այսինքն դա գիրք է ոչ թե կարդալու, այլ գիրք է, որը գրելու ենք իր հետ համատեղ, իր մասին են գրելու եւ իր հետ կարդալու ենք արդեն ավելի մեծ տարիքում, կարդալու ենք եւ տեսնելու ենք թե ինչ ճանապարհ անցել, թե ինչ գիրք են գրել իր մասին իր հետ համատեղ։ Գիրքը որպես գիտելիքի եւ փորձի աղբյուր լրջորեն ազդում է անձի աշխարհայացքի ձևավորման վրա։ Բացի բիզնես գրքերից, ինչ գրքեր եք կարդում։ Ինչպես նշեցի, եթե ուզում ես բիզնեսում հաջողության հասնես, ապա միայն բիզնես գրքեր կարդալով չես հասնի, պետք է բազմապիսի փորձառություն եւ բազմապիսի գիտելիք ստանա։ Ես ինքս բացի բիզնեսից կարդում եմ այլ գրքեր եւ ուրիշներին եմ փորձ տալի, դա կարող լինի գիտության վերաբերյալ, կարող լինի ուղղակի պոեմ, կարող լինի։ Օրինակ, հենց այս պահին կարդում եմ մի գիրք, որը ուսանող ժամանակ եմ կարդացել շատ տարիներ առաջ, որից շատ եմ ազդվել եւ վերջերս որոշեցի նորից վերընթերցեմ։ Դա Մարկ Ավրելիուս Անտոնինի գրած գիրքն է, որը ռուսերեն վերնագիրը Размышления կամ Meditations անգլերեն, որը Հռոմի կայսրներից մեկի Մարկուս Ավրելիուս Անտոնինի մտորումներն են իր կյանքի մասին։ Նա ստոիցիզմի հետևող է եղել եւ նրան համարում են հռոմեական կայսրության 5 լավ կայսրներից վերջինը։ Մինչ այդ նախորդ գիրքը, որ կարդացի, գիտության մասին էր։ Ես շատ սիրում եմ եւ հետաքրքրվում եմ գիտությամբ, մանավանդ ֆիզիկայով եւ տիեզերքով։ Այդ գիրքը լուսահոգի Սթիվեն Հոփկինգն էր գրել, որը ֆիզիկայի ոլորտում շատ մեծ ձեռքբերումներ ունի։ Գիրքը կոչվում է Кратчайшая история времени, որը գիտը հանրամատչելի լեզվով պատմում է գիտության, աստրոֆիզիկայի, աշխարհի եւ տիեզերքի առաջացման պատճառների մասին, բայց շատ հեշտ եւ ելի շատ փոքր գիրք է, շատ հեշտ կարդացվող, բոլորին խորհուրդ եմ տալիս։ Նմանատիպ գրքերը օգնում են շատ ավելի լայն աշխարհահայացք ձևավորել եւ շատ ավելի լայն բաների մասին մտորել, քան մենք սովորաբար առօրյա կյանքում առնչվում ենք։ Հետաքրքիր բացահայտում էր, որ դուք նաև սիրում եք գիտական գրականություն, մասնավորապես տիեզերքի հետ կապված եւ ֆիզիկայի հետ կապված։ Իսկ որտեղից է առաջացել հետաքրքրությունը։ Դեռ փոքրուց եմ սիրել, քանի որ հայրս ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների տեխնացու է, իսկ մայրս քիմիական գիտությունների տեխնացու, երկուսն էլ Լոմոնոսովի համալսարանում են Մոսկվայում ստացել։ Փոքրուց իմ մեջ միշտ եղել է սերը գիտության նկատմամբ։ Այնպես որ փոքրուց միշտ առնչվել եմ դպրոցական տարիքում, մասնակցել եմ թե ֆիզիկայի, թե մաթեմատիկայի օլիմպիադաների եւ տարբեր միջին հաջողությունների հասել եմ այդ ոլորտում եւ փոքրուց շատ սիրել եմ մանավանդ ֆիզիկան։ Նշեցիք, թե որ գիրքն եք այժմ կարդում, հետաքրքիր է թե որն է լինելու հաջորդ գիրքը, որ պետք է կարդաք։ Մամ ջան, հենց 3 եմ մտորում այդ մասին, քանի որ այս գիրքը, որ այսպես կարդում եմ, մի 3 օրվա ընթացքում ավարտին կհասցնեմ եւ 3 տեն շատ հետաքրքիր ու շատ տարբեր իրարից գրքեր եմ դիտարկում։ Առաջի գիրքը, որը մտածում եմ կարդամ, ուղեղի աշխատանքի մասին է, դոկտոր Անդրեյ Կոպատովն է գրել, կոչվում է Չերտոգի ռազումա։ Ես բացի ֆիզիկայից նաև շատ հետաքրքրվում եմ ուղեղի աշխատանքով եւ իր նախորդ գիրքը շատ եմ հավանել, որը կոչվում է Красная таблетка, սա այդ գրքի տրամաբանական շարունակությունն է։ Մյուսը, որը դիտարկում եմ, հենց բիզնես գիրք է, գրել է Վլադիմիր Մաժինկովը, որը Ռուսաստանում շատ հայտնի բիզնես տրեյներ է եւ բիզնես սպիկեր եւ նաեւ բիզնես մասնագետ խորհրդատու, կոչվում է գենդիրեկտորա, այսինքն կարող դատենք վերնագրից, որ հենց ղեկավար մամլի ղեկավար ուղղակի մասինն է եւ SNG-ում շատ մեծ հաջողության հասած գիրք է։ Եվ երրորդը, որը դիտարկում եմ եւ շատ հավանաբար որ դրանցից երկուսը կընտրեմ, ես սիրում եմ երկու գիրք զուգահեռ կարդալ տարբեր ոլորտներից։ Երկրորդ գիրքը, որ դիտարկում եմ, Մարսել Պրուստի հեղինակացն է, կոչվում է Ստորոնուս Վաննա։ Եթե գիրք գրեիք ձեր մասին, ապա ինչ կվերնագրեիք։ Իրականում մտքեր կան եւ կարծում եմ մի օր գիրք կգրեմ, նույնիսկ մի քանի գիրք, մեկը կլինի
ծնողի դասարակության եւ երեխա մեծացնելու մասին, այն գիրքը, որը միգուցե կգրեմ իմ մասին կամ չեմ գրի, մտածում եմ, այսպես մտածում եմ, որ կվերնագրեմ հեդոնիզմից դեպի իմ ֆիլոսոֆայություն։ Դավիթ, իդեպ ձեզ համար նվերներ ունեն Evoca-Bank-ն ու My Bookstore-ը։ My Bookstore-ը ձեզ նվիրում է, ես կարդում եմ ձեր մտքերը գիրքը, Ջոն Նավարոյի, հուսանք չեք կարդացել։ Սա չեմ կարդացել, բայց իմ ցանկում կար կարդալու, այնպես որ շատ շնորհակալ եմ, շատ ճիշտ գիրք եք տալիս, շատ շնորհակալ եմ։ Եվ Evoca-Bank-ի կողմից այս նվերը ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Նաև շնորհակալ եմ ձեզ լավ հարցերի համար։ Դավիթ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ այսքան հետաքրքիր, մոտիվացնող, ուսուցանող զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Մարիամ ջան հրավերելու եւ շատ հետաքրքիր հարցերի համար։ Հիշեցնեմ, որ My Business Book հաղորդումը իրականացնում են Evoca-Bank-ն ու Կարդալով հարթակը միասին։ Դե ինչ, սիրելի դիտորդներ, սովորենք, կարդանք, մտածենք, կիրառենք։ Կհանդիպենք։